Այսօր առաջին ամբիոնին մոտեցավ ՔՊԱ-ական Թաքուի Ղազարյանը, նոր էր սկսել ելույթ, երբ նկատեց, որ դահլիճի մի մասի աթոռները դատարկ են։ Վայ Հայաստան դաշինք չկա։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել։ Մի օր դիմացան։ Բուն ելույթը պատգամավորը սկսեց նախորդ օրվա աշխատանքների ամփոփումով։ Եթե վերնագիր դնենք երեկվա օրվան, վերնագիրը կլինի հետևյալը։ Իսկ դու թուրք տեսել ես։ Այս եւ երեկվանիստից հետո թևավոր դարձած այլ արտահայտությունների տակ ընդամենը մի հարց է քննարկում խորհրդարանը, այսպիսին էր Արման Եղոյանի կարծիքը։ Ռուսաստանից ինչ աստիճանի անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել Հայաստանը։ Վերջ։ Այս հարցն ենք մենք քննարկում։ Պատգամավորների ելույթներում հաճախակի հնչող թեմաներից էր նաև ընտրությունները կեղծելը։ ՔՊԱ-ականները նախկին իշխանություններին էին հիշեցնում, ընդդիմությունն էլ ներկաներին մեղադրում, երբեմն նաև ալեգորիկ խոսքով։ Նոր պատգամավորներից Արեգա Հովսեփյանի կարծիքով տեղի է ունեցել աննախադեպ, նույնիսկ տիեզերական մակարդակով աննախադեպ երևույթ։ Երկիր մոլորակը դադարել է պտտվել։ Կանգ է առել ժամանակը։ Եվ գիտնականները պարզել են, որ դա տեղի է ունեցել շատ կոնկրետ օր, շատ կոնկրետ վայրում։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, որտեղ ժամանակը գիշերը հունիսի 7-ից 8 առավոտ կանգ է առել։ Կանգ է առել, որովհետև եղել է հրաման հայ ժողովրդի ձայները գողանալու։ Մի հատ փաստ եք ներկայացրել, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Մի փաստ, այն պահին, երբ որ դուք հաշտվեցիք եւ ընդունեցիք արդյունքները, որ ընդունել է ժողովուրդը, դուք կդառնաք այդ ժողովրդի իշխանության մի մասը, հաջորդ ընտրություններին իշխանության գալու հնարավորությամբ։ Ինչպես ասում են, 3 բանի անverջ կարելի է նայել։ Հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ թե ոնց է ՔՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը ընտրություններ չի կեղծել։ Ժողովուրդ ջան, սուս մնացեք։ Բայց եթե մենք ընտրությունները կեղծել ենք ու ինչպես ժամանակին ընդունվածքեր ինչքան ուզեցել, այդքան խփել էինք, ոչ միայն 50+ էր լինելու, այլ ձեզանից շատերը պարզապես այստեղ չէին լինելու։ Այն որ մենք հավաքել ենք 49%, եւս մեկ անգամ ապացուցում է ընտրությունների ժողովրդավարական բնույթը եւ այն, որ ոչինչ չի կեղծվել։ Վահագն Ալեքսանյանն էլ ոչ թե հին ու նոր ընտրությունները համեմատեց, այլ այս ու նախորդ ազգային ժողովների աշխատանքների մեկնարկը։ 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկի հատվածի նկատմամբ ընդամենը մի առավելություն ունի, եւ դա Տիկին Ագնես Խամոյանի նոր ու գեղեցիկ սանրվածքն է։ Շատ ածես ասում Տիկին Խամոյան։ Իսկ ավելի լուրջ Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ այս ազգային ժողովի մասին դեռ լավ կարծիք ձևավորելու հիմքեր չկան, համենայն դեպս օտարերկրացիների մոտ։ Ես պատկերացնում եմ, որ եվրոպական մայրաքաղաքներից մեկում, օրինակ, ինչ որ ինտուզիաստներ թարգմանել են մեր ազգային ժողովի նիստը ու լսում են, թե ինչպես է ընդդիմադիր падգամավորը ազգային ժողովի նախագահի տեխնացուին հարցնում. դուք թուրք տեսել եք, շփվել եք Թուրքիա։ Ես վստահ եմ, դա լավ կարծիք չի ձևավորում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մասին։ Վերջում ելույթներ եղան խմբակցությունների անունից, իր ամփոփիչ խոսքում դրանց պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը։ Հուսով եմ շատ չեք տխրի, որ ես ձեզ կողմ չքվեարկեմ, ինչպես կողմ չի քվեարկելու ամբողջ Հայաստան դաշինքը։ Հայաստան դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու փակ քվեարկությանը։ Տիկին Գրիգորյան, գիտեք ինչի չի մասնակցելու ձեր խմբակցությունը քվեարկությանը, որտեղ դուք վստահ չեք, որ քվեարկության ընթացքում չի պարզվի, որ ձեր падգամավորներից մի քանիսը ինձ են քվեարկելու, այդ թվում դուք։ Մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու ձեզ։ Եվ նաև կուզենայի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է։ Հայաստանի Հանրապետություն չէ, այլ երկրի հանրապետություն է, բայց իմ հայրենիքի մի մասն է։ Նախ մի քիչ սխալ եք ասում, ոչ թե Ադանան են քեբաբով ճանաչում, այլ քեբաբն են Ադանայով ճանաչում, այդ թվում այն ժամանակներից, երբ որ Ադանայում հայեր էին ապրում։ Երկրորդը, բայց տարօրինակ է, Տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել Տաշիր պիցան անվանել Տաշիր պիցա։ Սա ինչի համար ասեցի։ Իրականում ինչ որ ես հիմա ասեցի, ինչ ասեմ,
շատ ցածր մակարդակի բան էր, բայց ես ուղղակի ստիպված եմ անալոգիա բերել։ Ռուբինյանը անդրադարձավ եւս մի քանի մեղադրանքների եւ հիշեցրեց օրինակ, որ խմբակցություններից մեկի ղեկավարի ընտանիքից դատախազությունը պահանջում է որպես ապօրինի գույք բռնականցել $200 միլիոն։ Պարոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, եթե չեմ սխալվում, 21 տարեկանում միլիոնատեր ա եղել։ Եթե սխալվում եմ, կներեք։ Բայց գիտեմ, որ երիտասարդ տարիքում միլիոնատեր ա եղել։ Քավլիցի, ուրախ եմ ձեզ համար։ Ընդդիմությունից Ռուբինյանին մեղադրում էին նաև նրանում, որ աները աշխատում է ազգային ժողովում։ Պարզվում է, այնքան էլ ճիշտ չէ։ Նա սխալվում է, իմ աները չի աշխատում ազգային ժողովում։ Ասեմ ավելին, երբ որ իմ աները աշխատում էր ազգային ժողովում, նա իմ աները չէր։ Իսկ երբ որ իմ աներն էր, էլ չէր աշխատում ազգային ժողովում։ Իսկ ընդհանուր առմամբ Ռուբինյանի կարծիքով քննարկումը վատը չէր, բավականին բարձր մակարդակ էր։ Արդեն երկրորդ նիստն է եւ դեռ ոչ մի падգամավոր չի տուժել, եզրափակեց Ռուբինյանը։ Падգամավորները հեռացան քվեարկության, քիչ անց հայտարարվեցին արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել էին 91 падգամավոր, 63 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ Ռուբինյանը ընտրվել է ազգային ժողովի նախագահ։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։